Այսպիսով, մենք ձեզ հետ պարզեցինք, որ Սամվել Շահրամանյանը հանձնել է Ռուբեն Վարդանյանին եւ ամբողջ Ղարաբաղի ղեկավարությանը այն պայմանով, որ իրեն ազատ արձակեն ադրբեջանցիները։ Ինձ ոչինչ չի զարմացրել, որովհետև Շահրամանյանը կեղտոտ հանցագործ է եւ ստորար արած։ Ղարաբաղի բոլոր պաշտոնյաներն ու գեներալները նրա նման են եւ եկեք հիշենք հետեւյալը։ Ցավալի է գիտակցել, որ քո Ղարաբաղի գեներալներն ու պաշտոնյաները կարողացել են միայն այսպիսի պիղծ գործեր անել։ Զբաղվել Թալանով առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ադրբեջանական գյուղերում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական գյուղերում։ 35 տարի օգտագործել հայ զինվորներին որպես ստրուկներ, իրենց պալատները կառուցելու համար։ Գողանալ ջերմատեսիլ սարքերն ու ծխախոտը իրենց իսկ հայ զինվորներից, իսկ հետո խայտառակվել, երբ այդ ամենը հայտնաբերվել է նրանց նկուղներում, սպանել Բեկորին, Ազգալդյանին եւ մյուս բոլոր հերոսներին, որպեսզի իրենք դառնան իշխանություն եւ թալանեն բյուջեն։ 35 տարի գալ Հայաստան եւ սպանել հերոսներին, Խորխորունուց մինչև Դեմիրճան։ Զբաղվել թմրանյութերի մատակարարմամբ։ Մետաղորոնիչներով թալանել Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանների գերեզմանոցները։ Ռուսների հետ միասին շիրակցի տղաներին հանձնել գերի, Հայաստանում իշխանությունը տապալելու համար։ 35 տարի Մայր Հայաստանից գողանալ բենզին, սնունդ եւ ամբողջ օգնությունը։ Արևանգել ամուսնացած հայ կանանց եւ սպանել նրանց ամուսիններին սեքսի համար։ 35 տարի լրտեսել Ռուսաստանի օգտին եւ դավաճանել Հայաստանին։ 35 տարի գողանալ Սփյուռքի ամբողջ ֆինանսական օգնությունը։ Ստեղծել հարեմներ եւ 35 տարի քարոզել հարեմների գաղափարը, ընդօրինակելով Սուլթան Սուլեյմանին եւ հիանալով նրանով, Ղարաբաղից հեռանալուց հետո Հայաստանի եւ Ղարաբաղի հայերին հավաքագրել Ռուս-Ուկրաինայի պատերազմին ռուսների կողմից։ Վերջին 26 ամիսների ընթացքում կարողացել են գրեթե 200 արցախցու գերեզման դնել, եւս 300-ը դեռ ճակատում են։ Կանանցի թատերական հագուստ հագնել Ղարաբաղից դուրս գալու համար։ Դավաճանել Բակոյին, Արայիկին եւ մնացած տականքներին, որպեսզի թույլ տան ուղղաթիռով իրենց դուրս բերել Հայաստան։ Համոթի մակարդակն այնքան բարձր է, որ ձեզ մնում է միայն ցավից բերաններդ փակ պահել Telegram-ի անալիքներում։ Հանրապետությունն էլ ժողովրդավարական երկիր է եւ ժողովրդավարական երկրում մարդիկ ունեն խոսքի ազատության իրավունք, որը իհարկե սահմանափակված է օրենսդրության որոշակի դեպքերում։ Մենք ունենք դեպքեր, երբ որ քրեական օրենսգիրքն է սահմանում խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ, օրինակ չի կարելի խոսքի ազատությունը օգտագործելով բռնություն եւ բռնությամբ իշխանությունը զավթելուն հրապարակային կոչեր հնչեցնել եւ սա խոսքի ազատության այն դեպքն է, մարդը իհարկե դա կարող է ասել, բայց դրան լինում է համապատասխան արձագանք։ Հիմա դուք նշեցիք Հովնան վանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի դեպքը, ով այո հրապարակային խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին եւ կարծում եմ, որ ինչպես մնացած դեպքերում, եթե ձեր ասած process-ը տեղի ունի, Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցին պետքա հրապարակայինորեն քննի այդ հարցը եւ հանրության աչքի առաջ պարզաբանի, թե Տեր Արամը ինչ կանոն է խախտել, որովհետեւ եկեղեցին էլ ունի գործունեության այո իր կանոնները եւ պետք է շատ հստակ պարզաբանվի եւ կարծում եմ, որ պետք է եւ իմաստ ունի եւ նաեւ իմիջայլոց շատ կարեւոր արձանագրում։ Ի վերջո մենք պետքա հասկանանք եւ արձանագրենք, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հետևորդներն են։ Ստեղ էլ է այդ բանը տրամաբանությունը փոխված։ Մեզ թվում է, թե եկեղեցին հոգևորականներն են միայն։ Իհարկե հոգևորականներն էլ են եկեղեցին, բայց պատկերացրեք եկեղեցի, ով ունի հոգևորականներ եւ չունի հետևորդներ։ Դա նշանակում է մեռյալ եկեղեցի, այդպիսի եկեղեցի չի կարող տեղի ունենալ եւ կարծում եմ այդ թվում Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց Տեր Արամի հրապարակումներում արկա հարցերի վերաբերյալ Մայրաթորը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ եւ եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանի ծառայքելական եկեղեցու հետևորդները
թափանցիկ ձևով իմանան ինչա կատարվում, ով է ճիշտ, ով է սխալ, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Եվ ես կարող եմ ասել, որ միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգեվորականներին, ովքեր աջակցում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգեվորականների կողքին եւ բոլոր հասուն միջոցներով կաջակցեմ նրանց եւ թիկուն կկանգնեմ նրանց, որևէ կասկած սրանում չկա եւ ընդհակառակը ես կոչ կանեմ հենց առաջին հերթին հոգեվոր դասի ներկայացուցիչներին իրենք առաջին հերթին պետք է կանգնեն այդ խնդիրների կողքին, իրենք իրենց խնդիրների մասին եթե չխոսեն, ոչ մեկ չի խոսի։ Լավ, ես կարող եմ խոսեմ բայց ես նույնիսկ այդ խնդիրների շատ քիչ մասը գիտեմ։ Ես օրինակ շատ գրառումը ես ինքս կարդացել եմ, ես շատ բաներ կար, անկեղծ ասեմ, ինձ համար նորություն էին։ Եվ ավելին, հենց համայնքը եկեղեցու համայնքը պետք է հստակ դիրքորոշում անի եւ իր հոգեվոր առաջնորդին պետք է պաշտպանի։ Որովհետեւ նրանք են ամենաշատը եւ ամենալավը ճանաչում իրենց հոգեվոր առաջնորդին եւ պիտի իմանան նրա արժանինքները եւ նաեւ թերությունները եւ պիտի որոշում կայացնեն նրան պաշտպանել եւ համայնքը եւ Տեր Արամը եւ մյուս հոգեվորականները, ովքեր այս տրամաբանության եւ հոգեվոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը եւ ես բոլոր հնարավոր միջոցներով, թույլատրելի միջոցներով բնականաբար կաջակցեմ նրանց։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես ուզում եմ նշել, որ տեսեք դուք էլ նշեցիք, երբ որ եկեղեցու մասին է խոսվում, մենք միշտ թվում ենք անում եկեղեցու այդ գործիքակարգին կանոններին, բայց ի վերջո իրոք Տեր Արամը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ունի բազում հետևորդներ, բայց փաստացի զրկվելու են իր հետևորդները իր ծառայություններից իր ազատ խոսքի պատճառով, այսինքն վնասվում է այս մարդու ազատ խոսքի իրավունքը։ Եվ այս առումով գուցե չգիտեմ, կարելի է մտածել նաև պետությունը ունենա այնպիսի գործիքակազմ, որ կարողանա նման զարգացումները ուղղակի կանխել։ Նման զարգացումներին ես ասացի հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Այդպիսի դեպքեր են լինում։ Հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այդ տրամաբանության գնա, այո, մենք բոլորս պետք է մեր արձագանքը տանք։ Դա չի կարող անարձագանք մնալ, որովհետև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այնտեղ անձնական ոչ մի հարց բարձրացված չի։ Խոսքը վերաբերվում է մեր հոգևոր կյանքին, խոսքը վերաբերվում է մեր հոգևոր օրակարգին, խոսքը վերաբերվում է մեր արժեքներին։ Ես էլի եմ ասում, գիտեք, ես չեմ պատկերացնում, որ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու մասին, արժեքահենք պետություն ունենալու մասին։ Դա գործնականում չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, եթե մեր արժեքների էպիկենտրոնը, մեր արժեքների մայրաքաղաքը, մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է, չի կարող դա տեղի ունենալ։ Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, ուրեմն նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք պղծությունից։ Եվ այս ճանապարհին ես ասել եմ, որ ես այդ պատասխանատվությունը եւ առաջնորդությունը ստանձնում եմ եւ ուրիշ տարբերակ չկա, այդ հարցը պետքա լուծվի։ Այդ հարցը պետքա լուծվի եւ մենք միասին պետքա այդ հարցը լուծենք։ Այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի այն ներկայացուցիչները, ովքեր իրոք ապրում են հոգևոր կյանքով եւ հոգևոր օրակարգով եւ հոգևոր արժեքներով, նրանք միանշանակ լինելու են այս process-ի առաջամարտիկները, առաջնորդները, ես էլ նրանց հետ միասին։ Շնորհակալ եմ։